Վերջին զանգ հեռուստասերիալում Աննան իրեն կորցրած դեսուդեն է թափառում։ Նա, ով մինչև հիմա համբերատար ու հեզաբարո կերպարով փորձում էր առաջ շարժվել կյանքում, այժմ կանգնել է հուսահատության առաջ։ Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ այցելում է Միքայելի տուն, փորձելով գոնե մի բառ, մի հուշում ստանալ իր վաղուց կորցրած երեխայի մասին։ Բայց Միքայելը, ինչպես միշտ, իրեն պահում է իր ցինիկ կերպարին համահունչ։ Ոչ միայն ոչինչ չի բացահայտում, այլ նաև պատասխանում է կիսաժպիտ լռությամբ կամ անիմաստ արտահայտություններով, որոնք միայն խորացնում են Աննայի ցավն ու շփոթմունքը։ Բուժքրոջ հանկարծակի մահը ևս մեկ ծանր հարված է ինչպես Աննայի, այնպես էլ Սոսի համար։ Երկուսն էլ սպասում էին այդ կնոջից գուցե վերջին հույսով, որ նա մի բառով կփրկի իրենց տարիների տևող տառապանքից, բայց այդ հույսն էլ վերջացավ։ Իսկ նրանց դիմաց կանգնած են Լիլիթը եւ Միքայելը, գաղտնի դաշնակիցներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ողջ ճշմարտությունը չբացահայտվի։ Նրանք պարբերաբար կապ են պահում, հաշվի են առնում յուրաքանչյուր մանրուք, զգուշորեն վերահսկում ով ում հետ խոսեց, ով ուր գնաց եւ ամենակարևորը, ինչի մասին խոսեց։ Լիլիթը հասկանում է, որ իր վրա կախված վտանգը իրական է։ Սոսը բաց տեքստով ասում է. կխեղդի նրան, եթե իմանա, որ Լիլիթի մատը խառն է երեխայի անհետացման պատմության մեջ։ Բայց որքան էլ տարօրինակ հնչի, այս ամենի ֆոնին Սոսը շարունակում է ապրել նույն տան մեջ Լիլիթի հետ։ Նա սպառնում է, գոռում, զայրանում, բայց ոչինչ չի անում։ Ինչպես տարիներ առաջ լուռ մնաց իր գլխին կախված իրական ճակատագրական հարվածի պահին, այնպես էլ հիմա թույլ է ու անվճռական։ Եվ այս բոլոր մութ ու խառնաշփոթ իրադարձությունների մեջ ամենաանարդար պահվածք ունեցողը Հենրին է։ Լավ, ենթադրենք Անգելինային չի ասում ճշմարտությունը, վախենալով, որ կկորցնի նրան։ Թողնենք մի պահ այդ սիրո հարցը, բայց ո՞րն է պատճառը, որ նույնիսկ Աննային, իր մորը ոչինչ չի ասում։ Չէ՞ որ Աննան կյանքում ամենաշատը արժանի է իմանալու ճշմարտությունը։ Միթե չի խղճում նրան։ Այդքան խաբված, այդքան տարիներ շարունակ բեռը ուսերին կրող, իրեն անսահման սիրող մորը, բայց ոչ, ինչպես երևում է, Հենրին հոր ճանապարհով է գնում, լռության, վախի ու սեփական կաշվի փրկության ճանապարհով։ Եվ հենց այս լռության պատճառով է, որ ճակատագրի անիվը շարունակում է կոտրել բոլորի կյանքի առանցքները։ Իսկ երբ Աննան ու Սոսը ամենուր փնտրում են իրենց կորած դստերը, չգիտակցելով, որ Անգելինան իրենց աղջիկն է, այդ նույն Անգելինան հայտնվել է շատ լուրջ վտանգի մեջ։ Նոյի սպանությունը, որը հենց իր աչքի առաջ տեղի ունեցավ, ոչ միայն վերափոխեց նրա հոգեվիճակը, այլ նաև բացեց մի վտանգավոր դուռ։ Նա շարունակում է համագործակցել ոստիկանության հետ, ցուցմունքներ է տալիս հանուն արդարության։ Բայց հենց այստեղ էլ սկսվում են սպառնալիքները։ Նրան բաց տեքստով զգուշացնում են, եթե չդադարի, ապա Նոյի հետևից ինքն էլ կգնա։ Բայց Անգելինան չի վախենում եւ հիմա նա պատրաստ է գնալ մինչև վերջ, պայքարել մինչև վերջ, թեկուզ գինը իր սեփական կյանքը լինի։ Անգելինայի այս համարձակությունը ստիպում է անհանգստանալ թե Վիկտորիային, թե Ավագին։ Նրանք հասկանում են, որ այլևս իզորու չեն կանգնեցնել այս աղջկան, ում համար պայքարը դարձել է կենսական։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ում միջոցով է բացահայտվելու գաղտնիքը եւ ում շնորհիվ է Աննան իմանալու ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։